Նինոցմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում գազաֆիկացման խնդիրը շարունակում է մնալ ամենահարատապներից մեկը։ Տարիներ շարունակ բնակիչները զրկված են բնական գազից, ինչը հատկապես զգալի է ձմռան ամիսներին, երբ տարածաշրջանում տիրում են երկարատև և խիստ եղանակային պայմաններ։ Գազի բացակայությունը ոչ միայն անհարմարություն է ստեղծում, այլ նաև ազդում է մարդկանց կյանքի որակի վրա։ Գազի մասին չունենք, երբ կեղնի այդ կուզիմ գիտնամ, կեղնի յանի։ Եղավ քանի տարի է հույսով կաբրինք։ Սա աղորը մոխիր հանե, մոխիր թապե, մոխիր կաշե, վարելիք սարկե, վարելիքի փող տուր, ստեղ պիտի կան կորեն ենք զապրավկա, մեր կով չկա, հաբա, հեչ բանի հնավորությունը չկա։ Այս պայմաններում բնակիչները ստիպված են օգտագործել այլընտրանքային վառելիք, վառելափայտ, ածուխ կամ գոմաղբից պատրաստվող վառելիք, սակայն դրանց ձեռքբերումը հաճախ մեծ ֆինանսական բեռ է ընտանիքների համար։ Բացի այդ, նման վառելիքի պատրաստումը պահանջում է ժամանակ և ֆիզիկական մեծ ջանք, իսկ դրանց օգտագործումը նաև բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա։ Ընտրանքամունի մեր ղեկավարությունն այդ գազը մեր զոնան ես Եֆրեմովկա Գաբրին Այմի մեր տրասեն օրեստաս տեպի Հայաստան, կուն բրես է մերը ատար տեսնիք մե 4-5 հազարատ էլը շատ երևի, որ ձամերը վարեն, ենա աթարին տակությունը ինչ պիդի էլի, անընդհատ պիդի լեսնես որ էլքիտունը տակնա, շատ կխնդրեմ ղեկավարությանը թող միջամեդեն մե գերբեմ գազը քաշեն մեր գողմը, կոնե սրդերը կութեգնի այդի Եֆրեմովկա, Կարելովկա, Արլովկա, Կալինինո, չեմ ասել ժդանավագարնու տամոժնին, ես գիտեմ որ տամոժննա պետք է այդ գազը, խնդրած գել է որ միջամեդեն ձեր քարնեն այդի կորձը, մեզի քչեմ հեշտասնեն ավրիլ է։ Չնայած առկա դժվարություններին համապատասխան կառույցների կողմից փորձեր են արվում իրականացնել գազաֆիկացման աշխատանքները։ Բնակիչները հույս ունեն, որ առաջիկայում գազամատակարարումը հասանելի կդառնա նաև իրենց համայնքներում, զգալիորեն թեթևացնելով առօրյա կյանքը և բարելավելով կենսապայմանները։